Սլինգի մասին ամենահաճախ տրվող 5 հարցերը։ Վերջերս ես առաջին անգամ մայլ դարձա և ցանկացա ունենալ ազատ ձեռքեր։ Եվ այդ ժամանակ հասկացա, որ լավագույն լուծումներից մեկը սլինգն է։ Բայց երբ սկսեցի ուսումնասիրել սլինգների մասին տեղեկությունները, հասկացա, որ սլինգների շուրջ շատ առասպելներ կան։ Այսօր մենք ունենք հրաշալի հնարավորություն սլինգի խորհրդատու Սվետլանային տալու ամենահաճախ տրվող 5 հարցերը։ Այսպես, Սվետլանա, ասեք, որ տարիքից կարելի է երեխային սլինգով կրել։ Ժամանակին ծնված, առողջ և լիարժեք քաշով երեխային կարելի է սլինգով կրել հենց ծննդյան պահից։ Լիարժեք քաշով մենք նկատի ունենք 3 կիլոգրամից բարձր, բայց սովորաբար սլինգով փաթաթվելը ավելի լավ է սկսել 3,5 կիլոգրամից։ Այստեղ կարևոր է նշել, որ նորածին մայրիկը պետք է 3-4 շաբաթ հանգստանա, նախքան ակտիվ և երկարատև սլինգով կրելը սկսելը, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում երեխան կարող է սլինգում լինել, օրինակ սլինգով պապայի կամ տատիկի մոտ։ Մինչև երբ է կարելի կրել, այս հարցը շատ ծնողներին է հետաքրքրում, բայց իրականում որևէ սահմանափակում չկա։ Իմ դուստրը հիմա 2 տարեկան է, մենք դեռ շարունակում ենք սլինգով կրել։ Հիանալի է։ Իսկ մեկ անգամվա ընթացքում որքան ժամանակ է կարելի երեխային սլինգով կրել։ Ստանդարտ խորհուրդը 40-ից 60 րոպե։ Բայց եթե փոքրիկը քնել է, մենք հատուկ չենք արթնացնում նրան։ Պարզ է, որ երեխայի կյանքի առաջին ամիսներին նա կարող է, օրինակ, 2 ժամ քնել, եւ դա նորմալ է։ Պարզապես հետո ավելի երկար դադար ենք տալիս։ Հիմա ամենասարսափելի հարցը։ Խոստովանեք, երեխան սլինգում նստո է նստատեղի վրա։ Ոչ, նա նստատեղի վրա չի նստում։ Նա մեջքով ամուր կպած է ծնողին։ Այստեղ մեզ կօգնի Գենադին։ Գենա, աշխատում ենք կադրում, սլինգում դիրքը ընդօրինակում է ձեռքերի վրա պահելու դիրքը, ինչպես երբ դուք երեխային սեղմում եք ձեզ ձեռքով բռնելով նրա մեջքը։ Ես ձեռքով պահում եմ նրա ծնկները ֆիզիոլոգիապես ճիշտ դիրքում կոնքից բարձր։ Բայց եթե ես ստորին ձեռքս հանեմ, երեխան ոչ մի տեղ չի ընկնի, նա չի լողուն ու օդում, նա սեղմված է իմ մեջքին։ Սլինգում էլ ճիշտ նույն բանն է տեղի ունենում։ Նորածին երեխային շատ վախենալու է ուղղահայաց դիրքով կրելը, որովհետև թվում է, թե նա գլուխը չի պահում։ Միգուցե կարելի է նրան հորիզոնական դիրքով կրել։ Շոկային նյութ։ Երեխան արդեն հղիության 20-րդ շաբաթից մոր որովայնում ուղղահայաց դիրքում է գտնվում։ Այնտեղ կարծես թե ոչ լևիտացիա է, ոչ էլ այնքան շատ հեղուկ, որ մարդը չդիպչի արգանդի պատերին։ Այդ պատճառով նա սովոր է ուղղահայաց դիրքին, գուցե մենք ենք, որ սովոր չենք։ Ամենակարևոր բանը, որ պետք է հիշել, երեխային հորիզոնական դիրքով սլինգում կրելն է իրականում վախենալու, որովհետև մինչև 4 ամսական դա կարող է հանգեցնել դիրքային ասֆիքսիայի, այսինքն շնչահեղձության, երբ փոքրիկի կզակը սեղմվում է կրծքին։ Սվետլանա, ինձ թվում է, որ իմ երեխան ցանկանում է նայել շրջակա աշխարհին, այլ ոչ թե ինձ, երբ ես նրան կրում եմ սլինգով։ Ասեք, կարելի է նրան նստեցնել այնպես, որ դեմքով դեպի աշխարհ լինի, թե դա արգելված է։ Եկեք սկսենք նրանից, որ դեմքով դեպի աշխարհ դիրքը ֆիզիոլոգիապես ճիշտ չէ երեխաների համար ցանկացած տարիքում։ Դե 5-6 ամսականից փոքրերի համար դա պարզապես վտանգավոր է։ Այսինքն փոքրիկը կարող է պարզապես մահանալ այնտեղ, եթե մեծահասակը չհետևի նրան եւ երեխան գլուխը գցի կրծքին, իսկ ծնոտը սեղմվի կրծքին, կարող է առաջանալ դիրքային ասֆիքսիա։ Բայց դուք պետք է հասկանաք, որ որքան մեծանում է երեխան, այնքան ծանրանում է եւ դեմքով դեպի աշխարհ դիրքում նրա հենաշարժական համակարգի վրա ավելանում է ծանրաբեռնվածությունը։ Որովհետև այս դիրքում մենք ըստ էության չենք կարող երեխայի ողնաշարին տալ այն ֆիզիոլոգիական կորությունը, որը կլցներ ծանրաբեռնվածությունը, հատկապես երբ այն ուժեղանում է մեծահասակի քայլերից։ Այդ պատճառով իմ փոքրիկը ուզում է նայել շրջակա աշխարհին, սա շատ հաճախակի պահանջ է ծնողներից, եւ ես դա բառացիորեն լսում եմ 2-3 ամսական երեխաների ծնողներից։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ 2-3 ամսականում երեխայի տեսողության հեռավորությունը 20 սանտիմետր է։ Այսինքն նույնիսկ եթե նրան շրջեք դեպի աշխարհը, նա կտեսնի միայն մշուշոտ պատկեր։ Կամ ֆիզիոլոգիական այլընտրանքներ երեխային աշխարհին դեմքով կրելու փոխարեն։ Դա կարող է լինել կրումը աստրի վրա նույն օղակավոր սլինգով, օրինակ, կամ նույնիսկ երկու ռյուկզակով կարելի է երեխային տեղավորել աստրի վրա, կամ էլ մեջքի վրա կրումը, որտեղ երեխան նայում է ձեր ուսի վրայով եւ փաստացի գտնվում է դեմքով դեպի աշխարհը, որովհետեւ նա նայում է ձեր շարժման ուղղությամբ։ Հիանալի։ Եվ հիմա եկեք ամփոփենք։ Ստացվում է, որ երեխան սլինգում նստած չէ իր նստատեղի վրա։ Նա սլինգով ամրացված է ծնողի կրծքին եւ գտնվում է շատ ֆիզիոլոգիական դիրքում։ Եվ ոչինչ չի ճնշում նրա նստատեղին կամ ողնաշարին։
Նորածին երեխային ոչ մի դեպքում չի կարելի հորիզոնական կրել, այսպես օրորոցի դիրքով։ Երեխան պետք է գտնվի միայն ուղղահայաց այսպիսի դիրքում։ Մանկական կրիչի մասին խոսելիս ձեռքերում հորիզոնական կրելը կարելի է։ Հիանալի։ Եվ ամենակարևորը նման դիրքով սլինգի մեջ մենք երեխային ոչ մի դեպքում չենք նստեցնում։ Երեխան պետք է սլինգում լինի միայն այսպիսի դիրքով կամ մեջքի վրա փաթաթված։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շատ հետաքրքիր էր, ուսուցողական և ամենակարևորը օգտակար։